Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի յուրաքանչյուր սերիա հեռուստադիտողներին բերում է նոր զգացմունքներ, լարվածություն և անսպասելի շրջադարձեր։ Այս անգամ իրադարձությունները կենտրոնացած են Անգելինայի, Հենրիի և Ֆրիդայի շուրջ, իսկ Աննան շարունակում է պայքարել իր որդու երջանկության համար։ Անգելինան կանգնած է կյանքի ամենադժվար որոշման առջև, նրա հայրը ծանր հիվանդ է, և բժիշկները զգուշացրել են, որ ցանկացած սթրես կարող է նրա համար ճակատագրական լինել։ Անգելինան, չկարողանալով անտեսել հոր առողջական վիճակը, խոստանում է, որ կհեռանա Հենրիից, միայն թե հայրը բուժվի։ Բայց սերը, որը կապում է նրան Հենրիի հետ, այնքան ուժեղ է, որ ոչ մի խոստում, ոչ մի ճնշում չի կարողանա վերջնականապես բաժանել նրանց։ Անգելինան վստահ է, որ անկախ ամեն ինչից, ճակատագիրը կրկին կհամախմբի իրեն ու Հենրիին։ Մինչև Անգելինան պայքարում է իր զգացմունքների հետ, Հենրին ինքն էլ է կանգնած կյանքի կարևոր շրջադարձի առջև։ Նա հանդիպում է մի կնոջ, ով կարծես անծանոթ է, բայց միևնույն ժամանակ ինչ-որ բան ներսում հուշում է, որ նրանց կապում է ինչ-որ անբացատրելի ուժ։ Նա դեռ չի կասկածում, որ այդ կինը Ֆրիդան իր կենսաբանական մայրն է, բայց Ֆրիդան դեռ չի համարձակվում բացահայտել ճշմարտությունը։ Նա ուշադիր նայում է որդուն, փորձում է հասկանալ, արդյոք Հենրին պատրաստ է ճշմարտության։ Այս հանդիպումը նկարահանվել է Ծաղկաձորում, հայկական ամենագեղեցիկ վայրերից մեկում։ Սառնաշունչ, ձյունապատ բնության մեջ անցնելու են հեռուստասերիալի ամենագեղեցիկ նկարահանումները։ Հենրին ու Ֆրիդան հանդիպում են հյուրանոցում։ Աննան շատ լավ հասկանում է, որ Ֆրիդայի հայտնվելը սպառնալիք է ոչ միայն իր ընտանիքի անդորրի, այլև Հենրիի կայունության համար։ Նա տարիներ շարունակ եղել է նրա կողքին, մեծացրել է նրան, սիրել է որպես հարազատ որդու, և հիմա, երբ Ֆրիդան հանկարծակի հայտնվել է, Աննան վախենում է, որ նա կարող է խլել իր որդուն։ Հենդոն ու Միքայելը խոսում են Ֆրիդայի մասին, վստահ լինելով, որ նա այսքան տարիներ անց իրավունք չունի պահանջելու իր որդուն։ Նրանք բացահայտ հայտարարում են, որ Հենրիի միակ մայրն Աննան է, և ուրիշ ոչ ոք չի կարող այդ տեղը զբաղեցնել։ Բայց այս խոսակցությունը լսում է Ֆաինան, ով շախունցների ամենասիրելի դուստրն է, այս խոսքերից այնքան է հուզվում, որ ձեռքին եղած ամեն ինչ գետնին է թափվում։ Սա նրա համար անսպասելի բացահայտում է, նա չէր կարող պատկերացնել, որ իր եղբայրը Հենրին իրենց մայրը նույնը չէ, և նրա կենսաբանական մայրը լրիվ այլ կին է։ Անսպասելի զարգացումներ։ Ինչ է սպասվում հաջորդ սերիաներում։ Հենրիի ու Անգելինայի սերը փորձությունների միջով է անցնում, բայց նրանք շարունակում են պայքարել իրար համար։ Ֆրիդան ինչ որոշում կկայացնի, կփորձի վերջապես բացահայտել ճշմարտությունը, թե կշարունակի մնալ ստվերում։ Արդյոք Աննան կկարողանա պաշտպանել իր որդուն, թե ճակատագիրը կստիպի նրան զիջել։ Շախունցների ընտանիքը նոր վտանգների առջև է կանգնած, բայց ամենամեծ վտանգը գալիս է հենց նրանց ներսից։ Արդյոք Ֆաինան Հենրիին կասի ողջ ճշմարտությունը իր կենսաբանական մոր մասին։ Ինչ է սպասվում հաջորդ սերիաներում։ Հեռուստադիտողներին սպասվում են անակնկալներ, դրամատիկ տեսարաններ և անսպասելի շրջադարձեր։ Այս ամենը կպահեն նրանց լարվածության մեջ մինչև վերջին վայրկյանը, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, և արդյոք Ֆաինան կբացահայտի ողջ ճշմարտությունը Հենրիին և կասի, որ նրանք իրականում քույր ու եղբայր են, բայց ոչ մայրական կողմից, այսինքն Հենրիի կենսաբանական մայրը բոլորովին այլ կին է, թե Ֆաինան կկարողանա պահել այս գաղտնիքը, ինչպես կբացատրեն Ֆաինային, որ Հենրիի կենսաբանական մայրը Աննան չէ։ Այս և շատ այլ հարցեր կստանան իրենց պատասխանները, եթե հետևեք մեր ալիքին ու միասին բացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները։ Իհարկե չմոռանաք բաժանորդագրվել ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։
Նշենք նաև, որ հետաքրքիր զարգացումներ են սպասվում նաև Հենրիի ու Հալալի միջև։ Նրանք վերջապես հաշտվելու են։ Իհարկե, այդ հաշտեցման գործում մեծ դեր է խաղում Բագրատը։ Այնքան են հաշտվում, որ երբ Անգելինան ընտանիքի հետ մեկնում է Վրաստան, հենց Հենրին Հալալի հետ է գնում Վրաստան Անգելինայի հետևից։ Թե ինչպես են հաշտվում և ինչն է դառնում հաշտության առիթը կիմանաք շատ շուտով։ Նշենք նաև, որ Սեմը ծանր վիճակում հայտնվելու է հիվանդանոցում, նրան անհրաժեշտ է լինելու վիրահատություն, իսկ նրա կողքին ամբողջ ընթացքում լինելու է Ֆաինան։ Այդ տեսանյութերը արդեն հասցրել են գրավել համացանցը, տարածվել մեծ արագությամբ, այնպես որ բաց մի թողեք, եթե չեք հասցրել դեռևս դիտել այդ գեղեցիկ տեսանյութերը, քիչ անց մեր ալիքում կհրապարակվեն կադրից դուրս իրավիճակներ, որոնք պակաս հուզիչ չեն և իհարկե կպատմեն մի փոքր, թե ինչ է սպասվում հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Այնպես որ միացեք մեր ալիքին, բացահայտենք միասին ողջ ճշմարտությունը և իհարկե հետաքրքիր գաղտնիքներ ու ինտրիգներ։